Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների աննախադեպ ջերմացում, որի ապացույցը դարձավ Ամերիկայի պետքարտուղարի այցը Երևան, մայիսի 26-ին է Հայաստան ժամանել Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ։ Նեղ ու օնլայնված կազմերով հայ-ամերիկյան հանդիպումներն ու քննարկումները կայացել են հենց օդանավակայանում, ապա Հայաստանի արտգործնախարարն ու Ամերիկայի պետքարտուղարը նախաստորագրել ու ստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության մի շարք կարևոր փաստաթղթեր։ Ավելի ուշ պետդեպարտամենտը ամփոփել է Ռուբիոյի հայաստանյան այցի արդյունքները, ըստ այդմ ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, TRIP նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները։ Ղեկավարները հայտարարել են TRIP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին, ստորագրել ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը։ Հայաստանյան այցի որոշ մանրամասների առանձին գրառմամբ անդրադարձել է ինքը Ռուբիոն։ Փաստացի ԱՄՆ-ն գործնականում ցույց տվեց, որ հակառակ Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամին Հայաստանի հետ իր պայմանավորվածությունները ուժի մեջ են ու իր համար երկրորդական չեն։ Այնքան, որ դրանք ստորագրելու համար պետքարտուղարը ինքը կարող է Հայաստան մեկնել մեկժամյա այցով։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Իրանն ու ԱՄՆ-ն կրկին պատերազմի եզրին են, պայթյուն թե խաղաղություն, պարզ կլինի առաջիկա շաբաթներին։ Աղետալի պայթյուն Վաշինգտոնի գործարանում, կա զոհ և անհետ կորածներ։ Վտանգն անցյալում է, Գարդեն Գրովի բնակիչները վերադառնում են տուն։ Շնաձկան հարձակումը Թեքսասի ափերի մոտ երեխային փրկել է հոր արագարձագանքը։ Որտեղ ապրել երեխաների հետ, Կալիֆոռնիայի քաղաքները լավագույնների եռյակում են։ Եվ թողարկման երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանի հետաքրքիր բացահայտումներին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Հսկայական քիմիական բաքի փլուզումը ողբերգության է վերածվել Վաշինգտոն նահանգում, մեկ անձ զոհվել է, 9 անհետ կորել։ Թղթի արտադրությամբ զբաղվող գործարանում պայթել է թունավոր հեղուկով տարա։ Այն պարունակում էր 900,000 գալոն քիմիկատներ, դրանք օգտագործվել են թղթի արտադրության գործընթացում։ Վթարի պատճառով գործարանի աշխատանքը դադարեցվել է նախնական 1 շաբաթով։ Առնվազն 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, տուժածների թվում կա նաև 1 հրշեջ։ Նրանք ունեն այրվածքներ և շնչառական խնդիրներ։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, հիվանդանոցում հայտնել են, որ վիճակը ծայրահեղ է։ Տեղեկություններ կան, որ գործարանը նախկինում ունեցել է անվտանգության խնդիրներ։ Վերջին տարիներին արձանագրվել են մի քանի խախտումներ, դրանց թվում եղել է նաև անվտանգության կանոնների անտեսումը։ Առայժմ պարզ չէ, արդյոք դրանք կապ ունեն աղետի հետ։ Այս պահին բոլոր ջանքերը ուղղված են տուժածների աջակցությանը և անհետ կորածների որոնումներին։ Գարդեն Գրովում վերջապես ավարտվել է քիմիական աղետի սպառնալիքը, բնակիչների տարհանման հրամանը պաշտոնապես չեղարկվել է։ Քաղաքի ոստիկանության պետը հաստատել է լուրը։ Մոտ 16,000 մարդ կարող է վերադառնալ իր տուն, շրջանի հրշեջ ծառայությունը և շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը ևս հաստատել են, որ քիմիական արտահոսքի կամ պայթյունի վտանգ այլևս չկա։ Իրավիճակը գտնվում է ամբողջական վերահսկողության տակ։ Չնայած տարհանման չեղարկմանը, որոշ փողոցներ դեռ փակ են, Western Avenue-ն մնում է փակ մինչև նոր ծանուցում։ Այն գտնվում է Գարդեն Գրովի և Չեփման պողոտաների միջև։ Քիմիական ճգնաժամի հետաքննությունը շարունակվում է։ Իշխանությունները խոստանում են առաջիկայում ներկայացնել դեպքի մանրամասները։ Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին հրադադարի խախտման մեջ և սպառնում է պատասխան գործողություններով։ Ամերիկյան ուժերը ռմբակոծել են իրանական ռազմական օբյեկտները։ Պաշտոնական Վաշինգտոնը հարվածներն անվանել է ինքնապաշտպանական և սահմանափակ, նշելով, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է սկսել խախտումները հրթիռներով, անօդաչուներով և ականներով։ Կողմերը բանակցում էին Քաթարում պատերազմը դադարեցնելու նպատակով։ Պետքարտուղար Ռուբիոն հայտնել էր մոտալուտ համաձայնագրի մասին, սակայն իրանական կողմը հերքում է նման հնարավորությունը։ Իրանի հոգևոր առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին, նա հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները այլևս չեն լինի ամերիկյան բազաների վահաններ։ Թրամփը բանակցությունների մեջ նոր պահանջներ է մտցրել։ Իրանից հարստացված ուրանի պաշարների դուրսբերումը մնում է պարտադիր պահանջների թվում։ Փոխարենը Թեհրանը պնդում է իր միջուկային ծրագիրը շարունակել
շարունակելու իրավունքը։ Բանակցությունները մնում են ծայրահեղ լարված եւ անկանխատեսելի Հորմուզի նեղուցը փաստացի կրկնակի փակ։ Մի կողմից Իրանն է փակել ու ականապատել նեղուցը, մյուս կողմից ամերիկյան ռազմածովային ուժերն են շարունակում Իրանի ծովային պաշարումը։ Պատերազմը Լոս Անջելես է հասել, իրանցի հաքերները կոտրել են Լոս Անջելեսի տրանսպորտային համակարգի անվտանգությունը։ Նրանք գողացել են 700 գիգաբայթ գաղտնի տվյալ թիրախը Լոս Անջելեսի շրջանի մետրոպոլիտենի տրանսպորտային վարչություններ։ Իսրայելական Gambit Security ընկերությունն է գտել ապացույցները։ Հաքերային խումբը հայտնի է Աբաբիլ անվամբ, նրանք կապված են Իրանի հետախուզության ծառայության հետ։ Քաղաքի չինական թաղամասի կայարանը նույնպես տուժել է հարձակումից։ Լոս Անջելեսում չեն աշխատել տոմսերի վճարման սարքերը, ուղևորները չեն տեսել ժամանման էկրանների տեղեկությունները, ավելի ուշ տեխնիկական հարցերը կարգավորվել են։ Հետաքննությամբ զբաղվում է FBI-ը, այս հարձակումը տեղի է ունեցել մարտին, իրականում իրանական հաքերները ակտիվացել էին ռազմական գործողությունների շրջանում։ Աբաբիլ խումբը ստանձնել է նաև այլ հարձակումների պատասխանատվությունը, տուժել է Ֆլորիդայի Three Rail տրանսպորտային համակարգը եւ այլ կազմակերպություններ։ Իրանցի հաքերները այժմ համարվում են ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքներից մեկը։ Այս անգամ հարձակվողները հաքերներ չեն եղել։ Հակառակ կասկածների ու պնդումների մինչև այժմ որևէ պաշտոնական մեղադրանք Իրանին չի ներկայացվել կոնկրետ ապացույցների բացակայության պատճառով։ Մի քանի լուր ներգաղթյալների թեմաներով։ Նյու Ջերսիի ներգաղթյալների կալանավայրում իրավիճակը կտրուկ սրվել է։ Ցուցարարները բախվել են իրավապահների հետ, նրանք ահազանգում են անմարդկային պայմանների մասին, կալանավորները բողոքում են փչացած սննդից եւ բժշկական օգնության բացակայությունից։ Փաստաբանները պնդում են սննդի մեջ որդեր են հայտնաբերվել։ Կալանավորներից ոմանք հացադուլ են հայտարարել։ Ցույցերը վերածվել են բախումների, իրավապահները կիրառել են զրահատեխնիկա եւ արցունքաբեր գազ։ Որոշ սենատորներ, որոնք տեղյակ են դեպքի մանրամասներին, պահանջում են անհապաղ փակել կալանավայրը։ Նահանգապետը նույնպես մտահոգված է իրավիճակով, անգամ նրան են իրավապահներն արգելել մուտք գործել կալանավայր։ Կալանավայրը ղեկավարող Geo Group ընկերությունը հերքում է մեղադրանքները։ Նրանք պնդում են, որ ծառայությունները համապատասխանում են ստանդարտներին, սակայն իրավապաշտպանները պնդում են հակառակը։ Այս կալանավայրում անմարդկային վերաբերմունքի մասին լուրերը տարածվում են ամբողջ երկրով, այստեղ կրկին հայտնվել են հանրային ճնշման տակ։ Բողոքի ակցիաները Նյու Ջերսիում շարունակվում են, իրավիճակը մնում է լարված ու անկանխատեսելի։ Իրավապաշտպանները սպասում են անկախ ստուգումների արդյունքներին։ ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Ֆլորիդայի հայցը Կալիֆոռնիա եւ Վաշինգտոն նահանգների դեմ։ Ֆլորիդան նրանց մեղադրում էր անօրինական ներգաղթյալներին վարորդական իրավունքներ տրամադրելու համար։ Հայցը ծագել էր 2025-ի ողբերգական ավտովթարից հետո, որի հետևանքով 3 մարդ էր զոհվել։ Բեռնատարի վարորդը Հնդկաստանից էր, Ֆլորիդան պնդում է, որ նա չուներ օրինական կարգավիճակ, բայց 2 նահանգում ստացել էր արտոնագրեր։ Դատարանը հայցը մերժել է առանց հավելյալ մեկնաբանությունների։ Դատարանը հրաժարվում է անգամ լսել Ֆլորիդայի պահանջները, գրել է դատավորներից մեկը։ Ֆլորիդայի գլխավոր դատախազը դիմել էր ուղիղ Գերագույն դատարան, դա անսովոր քայլ էր նմանատիպ վեճերի համար։ Կալիֆոռնիա եւ Վաշինգտոն նահանգները սա անվանել են քաղաքական շոու։ Ֆլորիդայի հայցի մեջ նշվում էր, թե նահանգները բացահայտ արհամարում են օրենքները եւ դա իբր սպառնում է այլ նահանգների բնակիչների անվտանգությանը։ Ֆլորիդային աջակցել են Այովան եւ այլ նահանգներ։ Վթարից հետո Թրամփի վարչակազմը խստացրել է քաղաքականությունը, պահանջվում է ներդնել անգլերեն լեզվի իմացության պարտադիր քննություն։ Այս հարցը դարձել է քաղաքական լարվածության նոր պատճառ։ Ամիսներ շարունակված ընդհատումից հետո Իրանում մասնակի վերականգնվել է համացանցը։ Ինտերնետի անջատումը Թեհրանը համարում էր պատերազմական անհրաժեշտություն, սակայն սահմանափակումները ծանր հարված են հասցրել տնտեսությանը։ Օրական կորուստը կազմել է 30-ից 40 միլիոն դոլար։ Շաբաթվա սկզբին իրանցի օգտատերերը հայտնել են կապի վերականգնման մասին։ Ֆիքսված լայնաշերտ ինտերնետը արդեն հասանելի է։ Բջջային կապի վերականգնման ժամկետները դեռ պարզ չեն։ Նախկինում իրանցիները օգտագործել են վիրտուալ մասնավոր ցանցեր VPN, դրանք օգնում էին շրջանցել պետական արգելքները։ Իշխանությունները ինտերնետն անջատել էին հունվարին, դա տեղի ունեցավ զանգվածային ցույցերի ընթացքում։ Փետրվարի 28-ի հարձակումից հետո կապն ամբողջությամբ ընդհատվեց։ Առցանց բիզնեսները հայտնվել էին ոչ թե ծանր, այլ անելանելի վիճակում։ Իրանական լրատվամիջոցները հաստատել են կապի վերականգնման փաստը, սակայն ազատությունը դեռ սահմանափակ է մնում։ Քաղաքացիները զգուշորեն են մոտենում այս փոփոխությանը։
փոխանցակապի բացակայությունը խորացրել է երկրի ֆինանսական ճգնաժամը։ Իշխանությունների այս քայլը կարող է մեղմել լարվածությունը, սակայն տնտեսական վնասները դեռ երկար կզգացվեն։ Անհիմն մեղադրանքներով աշխատանքից ազատված քաղաքացին հսկայական ֆինանսական փոխհատուցում կստանա։ Նախոսքը Ball State համալսարանի աշխատակցի մասին է, որը ազատվել էր աշխատանքից Շարլի Քիրքի մասին գրառման համար։ Այժմ հեռացված աշխատակիցը կստանա $225,000 փոխհատուցում։ Նա Քիրքի սպանությունը որակել էր ողբերգություն, բայց նաև Քիրքի ցանած ատելության արտացոլում։ Համալսարանը նրան հեռացրել էր 2025-ի սեպտեմբերին։ Փաստաբանը նշել է իրավունքների խախտման մասին։ Համալսարանի նախագահը պաշտպանել է հեռացումը։ Նա պնդել է, որ գրառումը վտանգել էր ուսանողների ընդունելությունը։ Ըստ նրա, վճարումը ավելի էժան է, քան դատական պայքարը։ Այս դեպքը նոր ալիք էր առաջացրել։ Այլ աշխատակիցներ եւս հաղթել են նմանատիպ դատական գործեր։ Թենեսիում պրոֆեսորը ստացել է $500,000 փոխհատուցում, Ֆլորիդայում վճարվել է $485,000։ Դատական պայքարները նմանատիպ դեպքերով դեռ շարունակվում են ամբողջ երկրում։ Թրամփը հերթական բուժզնումն է անցել, այն տևել է ավելի քան 3 ժամ։ Արդյունքները ներկայացրել է սոցցանցի իր էջում, ամեն ինչ ստուգվել է կատարելապես, գրել է նախագահը։ Նախագահը այցելել էր Վալտեր Ռիդի ռազմական հիվանդանոց։ Սպիտակ տունը ավելի վաղ հայտնել էր, որ իրականացվել են ընդամենը կանխարգելիչ հետազոտություններ։ Հետազոտությունը ներառել է բժշկական եւ ատամնաբուժական ստուգումներ։ Թրամփը շուտով կդառնա 80 տարեկան։ Իշխանությունները հպարտանում են նրա ֆիզիկական վիճակով։ Սպիտակ տան խոսնակը նրան անվանել է ամենասուր եւ ամենահասանելի նախագահը։ Թրամփի առողջության նկատմամբ հանրային ուշադրությունը մեծ է։ Նախկինում հնչել են մտահոգություններ նրա տարիքի հետ կապված։ Նախագահին վերագրել են տարբեր հիվանդություններ, ենթադրություններ անելով կադրերում երևացող տարբեր նշանների հիման վրա։ Դրան հակառակ Թրամփը հաճախակի է ընդգծում իր մարզավիճակը, շարունակում գոլֆ խաղալ ու պարել տարբեր միջոցառումների ժամանակ։ ՆԱՍԱ-ն լուսին կուղարկի 3 անօդաչու, դա կդառնա լուսնի վրա բազա կառուցելու սկիզբը։ Այս տարվա թռիչքների նպատակը լուսնի հարավային բևեռի հետախուզումն է։ Մինչև բազայի կառուցումը նախատեսվում են տեխնոլոգիական եւ գիտական փորձարկումներ։ Առաջին առաքելությունը կմեկնարկի աշնանը, դա կլինի պատմության մեջ առաջին մասնավոր ֆինանսավորմամբ թռիչքը։ Blue Origin ընկերությունը կիրականացնի առաջին վայրեջքը։ Հաջորդ փուլերում նախատեսվում է ավելի լայնածավալ աշխատանք։ 2029-ից 32 թվականներին կկառուցեն կիսամշտական կացարաններ, իսկ 2032-ից լուսնի վրա կլինի մշտական ներկայություն։ Բազան կընդգրկի մի քանի 100 քառակուսի մղոն տարածք, կլինեն անձնակազմերի պարբերական հերթափոխեր։ Նախագիծը ներառում է 25 արձակում եւ 21 վայրեջք։ Լուսնային հետազոտությունները կանցկացվեն միջազգային համագործակցության շրջանակում։ Աշխատանքներին մասնակցում են նաեւ մասնավոր ընկերություններ։ Կալիֆոռնիայում գործող Astrolab եւ Քոլորադո նահանգում գտնվող Lunar Outpost ընկերությունները կառուցելու են լուսնագնացներ։ Թեքսաս նահանգում հիմնված Firefly Aerospace ընկերությունը ստացել է հետազոտական անօդաչու սարքերի պատվեր։ Այս ամենը կատարվում է Artemis ծրագրի շրջանակում։ 2028 թվականին նախատեսված է աստղագնացների վայրեջքը լուսնի մակերևույթին։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի համալսարանի դեմ մեղադրելով հակասեմականության հանդուրժողականության մեջ։ Իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո։ Ուսանողները ենթարկվել են հարձակումների եւ խտրականության։ Ցուցարարները թույլ չեն տվել նրանց մտնել մասնաշենքեր։ Դեպքերը հասել են իրենց գագաթնակետին 2024 թվականի ապրիլին։ Համալսարանի ռեկտորը հերքել է մեղադրանքները, սա արդեն երկրորդ դատական գործն է նույն համալսարանի դեմ նույն թեմայով։ Նախկինում համալսարանը դատարան էր հրավիրվել աշխատողների իրավունքների պաշտպանության համար։ Իշխանությունները նույնիսկ կրճատել էին հետազոտական ֆինանսավորումը։ 17-ամյա պատանին ենթարկվել է շնաձկան հարձակման։ Միջադեպը տեղի ունեցել Թեքսասում նավակով զբոսանքի ժամանակ։ Հորարակ գործողությունները կանխել են մեծ ողբերգությունը։ Շնաձկան հարձակումը հետ մղելուց հետո հայրը առաջին բուժօգնությունն է ցույց տվել վիրավոր պատանուն։ Նա կիրառել է արյունահոսությունը կասեցնող ժապավեն։ Նավակը, որի վրա 3 մարդ է եղել, գտնվել է Թեքսասի ափերից մի քանի ժամվա հեռավորության վրա եւ ուղևորվելիս է եղել դեպի նավահանգիստ։ Վերադարձի ճանապարհին անսարքություն է գրանցվել, ինչի մասին նավակից ահազանգել են առափնյա ծառայություններին։ Շնաձկան հարձակումը հենց այդ ընթացքում է տեղի ունեցել։ Պատանին տեղափոխվել է Թեքսասի համալսարանի բժշկական մասնաճյուղ։ Այս պահին տուժածի վիճակը կայուն է։
Fremont լավագույնների շարքում առաջինն է, իր վայնը երրորդը։ Կալիֆոռնիայի երկու քաղաք ընդգրկվել են ընտանիքի համար լավագույն վայրերի եռյակում։ Ուսումնասիրվել է 180 քաղաք ըստ մի շարք չափանիշների։ Fremont-ը զբաղեցրել է առաջին տեղը, հիմնականում տնտեսական ցուցանիշների շնորհիվ։ Իր վայնը ճանաչվել է երրորդ լավագույն քաղաքը հանցավորության չափազանց ցածր մակարդակի, հիանալի կրթական համակարգի եւ քիչ ամուսնալուծությունների պատճառով։ Fremont-ում ընտանիքների միջին եկամուտը գերազանցում է $137,000։ Այնտեղ աղքատության մակարդակը նվազագույններից է ԱՄՆ-ում։ Քաղաքի երեխաների գրեթե կեսը 18 տարեկանից փոքր է, դպրոցների մեծ մասը ստացել է բարձր գնահատականներ։ Այս քաղաքը դարձել է օրինակելի բազմաթիվ ընտանիքների համար, լավագույն 20-յակում են Սան Դիեգոն եւ Հանթինգթոն Բիչը։ Լոս Անջելեսը զբաղեցրել է 67-րդ հորիզոնականը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը առաջիկա րոպեներին ներկայացնելու է ամենահետաքրքիր դրվագները Քիմ Քարդաշյանի վերաբերյալ։ Բարև ձեզ։ Այսօր պատմելու եմ մի հայի մասին, որի երկրպագուներն Ամերիկայում ավելի շատ են, քան ամերիկյան աստղերից շատերի երկրպագուները։ Ամերիկյան շոու բիզնեսում դժվար է գտնել մեկ այլ անուն, որը նույնքան հաճախ կհայտնվի վերնագրերում, որքան Քիմ Քարդաշյանինն է։ Նա կարողանում է միաժամանակ լինել հեռուստաաստղ, մոդել, գործարար եւ մեդիա դեմք։ Նրա հաջողության պատմության մեջ կարևոր տեղ ունեն նաեւ հայկական արմատները։ Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականին Լոս Անջելես քաղաքում։ Նրա հայրը Ռոբերտ Քարդաշյանը ամերիկահայ փաստաբան էր, որի ընտանիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր տեղափոխվել Արևմտյան Հայաստանի Կարսի շրջանից։ Մայրը Քրիս Ջեները շոտլանդական եւ հոլանդական ծագում ունի։ Քիմը բազմիցս հայտարարել է, որ հայկական ինքնությունը կարևոր դեր ունի իր կյանքում։ Նա նույնիսկ իր երեխաներին է ծանոթացնում հայկական մշակույթին ու պատմությանը։ Շատերը Քարդաշյանին միայն սկանդալների հետ են կապում, բայց իրականում նրա կարիերան շատ ավելի լայն է։ Նա հաջողության է հասել միանգամից մի քանի ոլորտներում։ Քիմը նկարահանվել է հեռուստատեսությունում, աշխատել նորաձևության ոլորտում եւ ստեղծել սեփական բիզնես կայսրությունը։ Նրա անունով վաճառվում են կոսմետիկա, հագուստ եւ օծանելիք։ Ամերիկյան մամուլը նրան հաճախ անվանում է սոցիալական մեդիայի ամենաազդեցիկ կանանցից մեկը։ Քարդաշյանի համաշխարհային ճանաչումը սկսվեց 2007 թվականին, երբ եթեր հեռարձակվեց Keeping Up with the Kardashians reality show-ն։ Ծրագիրը ներկայացնում էր Քարդաշյան-Ջեներ ընտանիքի առօրյան եւ արագ դարձավ ամերիկյան հեռուստատեսության ամենադիտված նախագծերից մեկը։ Շոուն եթերում մնաց շուրջ 14 տարի։ Այն ոչ միայն մեծ եկամուտ բերեց ընտանիքին, այլ նաեւ փոխեց reality հեռուստատեսային մշակույթը Ամերիկայում։ Քիմ Քարդաշյանը դարձավ համաշխարհային ճանաչում ունեցող դեմք։ Հեռուստատեսությունից հետո Քիմը մեծ ազդեցություն ձեռք բերեց նաև նորաձևության աշխարհում։ Նա հայտնվում էր հեղինակավոր ամսագրերի շապիկներին եւ մասնակցում խոշոր ֆոտոշարքերի։ Քարդաշյանի ոճը հաճախ կրկնօրինակում են նրա միլիոնավոր հետևորդները։ Նույնիսկ քննադատները ընդունում են, որ նա կարողացավ փոխել գեղեցկության ու հանրային կերպարի ժամանակակից պատկերացումները։ Քարդաշյանի ամենամեծ հաջողություններից մեկը բիզնես ոլորտում էր նա ստեղծած Skims բրենդը, որը մասնագիտանում է ներքնազգեստի եւ ձևավորող հագուստի արտադրության մեջ։ Ընկերությունը շատ արագ դարձավ բազմամիլիարդանոց բիզնես։ Բացի այդ, նա հիմնել էր նաեւ կոսմետիկ ապրանքանիշներ։ Forbes-ը տարբեր տարիներին Քարդաշյանին ընդգրկել է աշխարհի ամենահարուստ հայտնիների ցուցակում։ Նրա եկամուտների հիմնական մասը գալիս է հենց բիզնես նախագծերից։ Քիմ Քարդաշյանի անձնական կյանքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Նրա ամենահայտնի հարաբերությունը рэփեր Քայնի Ուեսթի հետ էր։ Նրանք ամուսնացան 2014 թվականին եւ ունեցան 4 երեխա։ Ավելի ուշ զույգը բաժանվեց, սակայն շարունակում է համատեղ զբաղվել երեխաների դաստիարակությամբ։ Քարդաշյանը բավականին լայն կապեր ունի։ Նրա շրջապատում կան աշխարհահռչակ երաժիշտներ, դերասաններ, գործարարներ եւ քաղաքական գործիչներ։ Նա մասնակցել է նորաձևության աշխարհի գլխավոր միջոցառումներին։ Քիմը հանդիպել է նաեւ ԱՄՆ նախագահների հետ։ Լրատվամիջոցներում հաճախ տեղեկություններ են հայտնվում, մասնավորապես Քիմի ու Թրամփի դստեր սերտ հարաբերությունների մասին։
Սոցիալական ցանցերում Քիմ Քարդաշյանի ազդեցությունը հսկայական է։ Միայն Ինստագրամում նա ունի 100 միլիոնավոր հետևորդներ։ Տարբեր տարիների նրա լսարանը գերազանցել է բազմաթիվ երգիչների, դերասանների եւ մարզիկների ցուցանիշները։ Նրա յուրաքանչյուր հրապարակում հավաքում է միլիոնավոր դիտումներ եւ մեկնաբանություններ, իսկ գովազդային մեկ գրառման արժեքը կարող է հասնել 100 հազարավոր դոլարների։ Չնայած ամերիկյան շոու բիզնեսի կենտրոնում լինելուն Քարդաշյանը հաճախ է անդրադառնում հայկական թեմաներին։ 2015 թվականին նա այցելեց Հայաստան հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին։ Նա հրապարակայնորեն կոչ է արել ճանաչել ցեղասպանությունը եւ բազմիցս խոսել Արցախի ու Հայաստանի մասին։ Նրա գրառումները միլիոնավոր մարդկանց ուշադրությունը հրավիրեցին հայկական հարցերի վրա։ Քիմ Քարդաշյանի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է։ Ոմանք նրան համարում են ժամանակակից մեդիայի ամենահաջողված կերպարներից մեկը, մյուսները չափազանց աղմկոտ հանրային դեմք, բայց մի փաստ դժվար է վիճարկել։ Նա կարողացավ սեփական անունը վերածել համաշխարհային բրենդի։ Հայկական արմատներով աղջիկը դարձավ ամերիկյան փոփ մշակույթի ու բիզնեսի ամենաճանաչված մարդկանցից մեկը եւ այսօր էլ շարունակում է իր հաղթարշավը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով, իսկ մենք կսպասենք ձեր լայքերին եւ մեկնաբանություններին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին, հաջողություն։